Ինչպես գիտեք, տեղեկություն ստացվեց, որ Միքայել Սրբազանի հայտարարության հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ տեղեկությունը, երբ որ զանգվածային լրատվամիջոցներով գնաց, հաջորդ օրը, երբ Մայր աթոռում հրավիրված էր քահանաների ժողով, ուրեմն հենց այդ առավոտյան ԱԱԾ ծառայողներ ներկայացել էին Մայր աթոռ եւ ցանկանում են ձերբակալել Միքայել Սրբազանին։ Ես ինքս էլ գնացի Մայր աթոռ եւ մոտեցա այդ ԱԱԾ ներկայացուցիչների հետ, ես ինքս էլ սկսեցի խոսել, որովհետեւ մեկ օր առաջ մենք արդեն Միքայել Սրբազանի պաշտպանական թիմն էինք ձևավորում, հասկանալով, որ գործընթացներ են լինելու։ Հասկացա այսպես, իրենք ասում են մենք ունենք քննիչի որոշում, որը տրամադրվեց, ես ընթերցեցի եւ ասեցին մենք պետք է ձերբակալենք։ Առաջարկվեց իրենց, որ քանի որ Միքայել Սրբազանը քահանաների ժողովի համակարգողն է, իսկ մոտ 200 քահանա մասնակցում էր այդ ժողովին։ Առաջարկվեց, որ գոնե քահանաների ներկայությամբ դա չանել, այլ ժողովը երբ որ ավարտվի, Միքայել Սրբազանը դա իր որոշումն էր, ինքը կգնա կամովին կգնա քննչական մարմին։ Քանի որ որևէ մտահոգվելու բան չունի։ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները չեն համաձայնվել, ասել են ոչ, հիմա պետք է մենք քննիչի որոշումը կատարենք։ Այդ ժամանակ մենք նրանց ասեցինք մի վարքյան մենք քննարկելու բաներ ունենք եւ առանձնացանք Միքայել Սրբազանի հետ, առանձին սկսեցինք քննարկել ինչ տարբերակներ կան։ Ես իհարկե շատ բաներ կա, չեմ կարող ձեզ ասել, ներքին խոսակցությունները, Միքայել Սրբազանի եւ իմ խոսակցությունները եւ մյուսների, բայց ինչ թույլատրելի սահմաններում է կասեմ։ Տեսեք, կար երկու տարբերակ։ Տարբերակ առաջին՝ կամովին գնալ, տարբերակ երկուս՝ հարկադրաբար տանային։ Երրորդ տարբերակ չկար։ Ինչքան էլ մենք հիմա զգացմունքային դաշտում փորձում ենք ասել, որ կար երրորդ տարբերակ չկար։ Միքայել Սրբազանն ասեց, ես ուզում եմ գնալ։ Քանի որ գիտենք, որ երկրորդ տարբերակը դա բռնի ուժն է կիրառվելու, որովհետև այդ ընթացքում, երբ որ մենք բանակցում ենք, Միքայել Սրբազանի հետ խոսում ենք եւ այդ ԱԱԾ ծառայողներն էլ դրսում սպասում են, թե մենք ինչ ենք պատասխանելու, այդ ժամանակ ասեցին, որ դիմակավորված ԱԱԾ հատուկ ջոկատայիններն են ներխուժել Մայր աթոռի տարածք։ Ես ինքս էլ ճանապարհ երբ որ գնում եի, ամբողջ Էջմիածին քաղաքը լցված էր ոստիկանական ուժերով։ Այսինքն տարբեր տեղեր, մեքենաներով, ոստիկանական մեքենաները լցված էին։ Այդ ընթացքում քահանաները, ներողություն մի այսպիսի բան էլ տեղի ունեցավ, մենք գնացինք քահանաների մոտ, որպեսզի Միքայել Սրբազանը քահանաներին բացատրի իրավիճակը եւ ասի, որ սի իրավիճակ կա։ Մեր քահանաների մոտ օբյեկտիվորեն վրդովմունք առաջացեց այս վիճակը, իրենք դա վերագրեցին, որ սա իրենց դեմ ուղղված է, սա եկեղեցու դեմ ուղղված քայլ է, որովհետեւ դիտավորյալ հատուկ ընտրել են այն օրը, երբ որ քահանաները կան եւ Մայր աթոռից բերման ենթարկելու, որպեսզի դրանով նաեւ ինչ որ առումով ջարդեն եկեղեցուն։ Այդ վրդովմունքը եղավ եւ քահանաների մեծ մասը ասեց մենք խորհուրդ ենք տալիս չգնալ։ Երբ որ մենք Միքայել Սրբազանի հետ եւ էլի հոգեվորականի հետ ներսում քննարկում ենք մեր անելիքները, այդ ժամանակ արդեն դրսից աղմուկ լսվեց եւ դուրս եկանք, տեսանք, որ ոստիկանները փորձում են հրել մեր քահանաներին, որպեսզի ներխուժեն ներս Միքայել Սրբազանին ձերբակալելու համար։ Այդ ժամանակ մենք միջամտեցինք, ասելով մի ուժ կիրառեք, դիտավորյալ մի սրեք վիճակը, որովհետև մենք ձեզ ասել ենք, որ Միքայել Սրբազանը պատրաստ է ներկայանալ քննիչի մոտ, բայց թողեք մենք այդ տեխնիկական պայմանների մասին քննարկենք, որովհետև դուք հիմա վատ վիճակի մեջ եք դրել։ Դուք հիմա այսքան մարդու վրդովմունքն եք առաջացրել, մի ավելորդ սրեք վիճակը։ Այդ ընթացքում բնականաբար նաև մեր քաղաքացիները եկան եւ սկսեցին մոտենալ այդ վայրը։ Այնուհետև ներսում կրկին քննարկումներ էր գնում, Միքայել Սրբազանը ինքը կրկին իր որոշումը ասեց, ես ուզում եմ գնալ, ես վախենալու բան չունեմ, ես ուզում եմ գնալ։ Իրավական հետևանքների մասին նա տեղյակ էր։ Ուրեմն, երբ որ դուրս եկան, Միքայել Սրբազանը դուրս եկավ, որոշեց ինքը ասեց, ես լրագրողներին կպատասխանեմ։ Ինքը դուրս եկավ, որ լրագրողների հետ խոսեց, Ձեզանից շատերը այնտեղ էին, ու ուղևորվեցինք դեպի իրենց մեքենան։ Դուք տեսաք, որ ժողովուրդը չթույլատրեց Միքայել Սրբազանին հեռանա։ Եվ ստիպված Միքայել Սրբազանը նորից վերադարձավ դեպի շենք։
Ուրեմն դրանից հետո կրկին ոստիկանները եւ ԱԱԾ ծառայողները մի երկու անգամ գրող կազմակերպեցին, փորձեցին գրոհել։ Ժողովուրդը կրկին չթույլատրեց։ Այդ ընթացքում ԱԱԾ ծառայողների հետ մենք բանակցությունների մեջ ենք։ Իրենց ասում ենք, ավելորդ մի սարքեք, պատմություն եք սարքում, դիտավորալ եք անում, մի արեք այդպիսի բան, երբ որ մարդ ասել է ես ուզում եմ գամ, ինչու եք նման սր, ինչու եք եկել այստեղ, հենց ժողովրդի առջև ոստիկանական ու ԱԱԾ ձեր ուժերով փորձում եք սրել իրավիճակը։ Միքայել Սրբազանը չի խուսափում գալուց եւ ասել է ես ուզում եմ գամ, արհեստական մի սրեք։ Դրանից հետո տեսնելով նաեւ որ իրավիճակը իրոք բարդանում է, ոստիկանության ուժերը ասեցին մենք հեռանում ենք։ Մենք հեռանում ենք, եթե դուք կամովին ուզում եք գալ, ապա մենք հեռանում ենք։ Իհարկե դրանից հետո էլ մենք Ոչ, ի սկզբանե չէին համաձայնվում, ժամը արդեն 10:00-ին եկել ուզում էին տանեն։ Հետո ասին լավ, թող ինքը գա, բայց իհարկե մենք մտահոգություն ունենք, որ կարող են նույնիսկ խաբել, դուրս գալու ժամանակ գան, մեքենայից բռնել, նվաստացուցիչ պայմաններով ձերբակալել, մենք այդ մտահոգություններն ունենք, որ կարող են այդպես անել։ Եվ դրանից հետո կրկին փորձ արվեց մեքենան նստելու, նորից չստացվեց, նստեցինք մեքենան, ելի մեր ժողովուրդը չթույլատրեց Սրբազանին գնալու։ Այնուհետև Սրբազանը ինքը ասեց, ես ոտքով կգնամ, ոտքով, դուք ինքներդ եք տեսել, ոտքով ինքը ուղևորվեց դեպի ոտքով քայլեց Էջմիածնի քաղաքի մի հատված, հետո մեքենայով գնացինք քննչական կոմիտե։ Ուրեմն ասեմ, երբ որ մենք հասանք քննչական կոմիտե, ամբողջ ճանապարհին իհարկե այդ մտահոգությունն ենք, որ իրենք կարող են փորձեն ինչ-որ կրկին օպերացիա անել։ Երբ որ հասանք, նույնիսկ փորձեցին գալ եւ Միքայել Սրբազանի ձեռքերը կոմիտեի դիմացը բռնել։ Թույլատրեցինք եւ Միքայել Սրբազանը մինչեւ քննիչի սենյակ իր կամքով առանց որևէ մեկի բռնի ուղեկցությամբ չի եղել, ինքը իր կամքով հասել է մինչեւ քննիչի սենյակ։ Եվ երբ որ արձանագրության մեջ իրենք գրում են մենք ձերբակալեցինք եւ այլն, հստակ մեր պաշտպանական թիմի կողմից այդ արձանագրության մեջ այդ ուղումը կատարվեց, որ Միքայել Սրբազանը մինչեւ քննիչի սենյակ եկել է կամովին։